ներկուսակցական ընտրություններ են, ներկուսակցական ընտրությունների վերաբերյալ գոյություն ունի կուսակցության վարչություն, որը որ կարող է վերահսկող հանձնաժողով նաև, որը որ կարող է քննել տվյալ գործընթացը։ Տվյալ գործընթացը քննվել է եւ տվյալ գործընթացի ընթացքում ես որակումները տվել եմ, վարչությունն էլ որոշում է համապատասխան։ Ներկուսակցականին եք այդպիսի բաներ անում, բա համապետականին ինչ էր կանել։ Ինչպիսի բաներ Դե են հիմա չեք բացահայտում, որ մենք էլ իմանանք։ Զանգել եք, ինչ եք ասել, որ կան ընտրեն ձեզ։ Այսինքն անընդունելի մի բան արել եք, չէ՞ պարոն Գրիգորյան, որ չեղարկել են, բացատրություն եք ներկայացրել։ Հիմա ասեք, մենք էլ իմանանք, ընտրողներն էլ։ Շատ լավ, ես հասկանում եմ, որ այս գործընթացը որոշակի ինտրիգներ է առաջացել ու ձեր հարցադրումներն են բերելու դրան, որ որոշակի ինտրիգներ առաջանան, բայց ես կարծում եմ ճիշտ կլինի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ժողովրդավարության վրա որովից է մեկս ցեղ չշպրտի, հա, ես մի բան ասեմ, որ կներեք էլ թույլ տվեք շարունակեմ։ Տեսեք, օրինակ, ընդդիմադիր որոշ կուսակցություններ, այդ թվում նաև այն կուսակցությունները, որոնց որ պարագլխում են կանգնած Ռուսաստանից ուղևորված քաղաքացիները, հա, մի րոպե, կներեք, մի րոպե, թող իրենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության նման ժողովրդավար լինեն, որտեղ թույլ տվեք, որտեղ որ կուսակցության առաջնորդը վարչապետի թեկնածուն պատվիրակների միջոցով է որոշվում, հաջորդը կուսակցության 50-յակը էլի որոշվում է պատվիրակների միջոցով, այսինքն այս գործընթացը բավականին թույլ կտակ վերջացնել, այս գործընթացը բավականին ժողովրդավարը, տեսեք, թույլ տվեք բարի, բոլորը լինեն ժողովրդավար, թույլ տվեք սահմանափակվենք այսքանով, ես իմ բացատրությունները կուսակցության վարչության առաջ եմ պարտավոր եղել տալ եւ տվել եմ եւ կուսակցության վարչությունը որոշում է կայացրել, որ իմ գործողությունները անհամապատասխանելի են եղել կուսակցության քարոզարշավի կանոնների հետ, այսքան է։ Ախր պարոն Գրիգորյան, ասես շփոթի ժողովրդավարության վրա ցեղ եք շփոթում։ Հարգելի Նարեկ, մնացածը ես գտնվում եմ ոչ թե կուսակցության վարչության առաջ, ես գտնվում եմ լրագրողների առաջ։ Իսկ ձեր հարցադրումը ներկուսակցական գործընթացի, իսկ ձեր հարցադրումը կուսակցության ներքին գործընթացներին է վերաբերում։ Այսինքն, եթե իմ հանրային գործունեության վերաբերյալ լիներ ձեր հարցադրումը, սիրով հանրության առաջ ես պատասխանատու եմ, ինչը որ ես ավելի մանրամասն կներկայացնեմ։ Լսում եմ ձեզ։ Ներողություն, էլի, ձեր ընտրությունները համապետական ընտրությունների համար է կայացում, այսինքն դուք ներկուսակցական ընտրության ժամանակ թույլ եք տվել անթույլատրելի արարք, որի հետևանքով վարչությունը որոշել է, որ պիտի չմասնակցեք եւ հեռացրել է։ Հիմա ընտրողների մոտ կարող է առաջանալ հարց, այդ ինչ եք արել, որ հեռացրել են, որ իրենք էլ հասկանան համապետական ընտրություններում գնան ձայն տան, չտան։ Դուք կարծում եք, որ մենք օրինակ վատ հարց ենք բարձրացնում կամ ԿՊ-ի ժողովրդավարության վրա ցեղ ենք շպրտում։ Դուք եք շպրտել այդ դեպքում, եթե նման որակում եք տալիս մեզ։ Ես մի բան ասեմ, էլի, ձեր որակումները այնուամենայնիվ, էլի, բավականին ուռճացված են, այստեղ ժողովրդավարության մասին չի կարող խոսք գնալ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջիկայում մասնակցելու է ընտրության եւ ընտրությունները, չգիտեմ, կարող է լավ չկազմակերպվել կամ մեկը մյուսի հետ կապ չունեցող հարցեր են։ Եղել են ներկուսակցական ընտրություններ, շնորհակալություն, թողեք վերջացնեմ։ Եղել են ներկուսակցական ընտրություններ, ներկուսակցական ընտրությունների վերաբերյալ գոյություն ունի հաշվիչ հանձնաժողով, գոյություն ունի վերահսկող հանձնաժողով, գոյություն ունի վարչություն դեպքը քննել է եւ գնահատական է տվել։ Եվ մի բան է ձեզ ասեմ, էլի, դուք կենտրոնացել եք անձի վրա, ես առաջարկում եմ ձեզ ոչ թե անձի վրա կենտրոնանալ, այլ երևույթների վրա, ոնց որ շնորհակալություն հեսա կանադառնալ, ոնց որ մեր հայտնիներից մեկն էր ասում են փոքր ուղեղները քննարկում են անձանց, միջին ուղեղները քննարկում են իրադարձություններ, մեծ ուղեղները գաղափարներ։ Հիմա հետեւաբար առաջարկում եմ ձեզ առանձին կասեմ, հետեւաբար առաջարկում այս
հարցից փոքրինչ անդրադառնամ, եթե այլ հարցեր ունեք, որը որ գաղափարներին ավերաբերել, սիրով ես ձեզ Արտուր Հովհաննիսյանը ասում էր, որ գերթափանցիկ է։ Հստակ ասում եք, ինչ եք արել, որ ԿՊ Ժորժ ջան, ես ձեզ ասում եմ, ես ձեզ հստակ ասում եմ, այն ինչը որ քննարկվում է վարչության փակ նիստերում, վարչությունը եթե անհրաժեշտություն է համարում, դրա վերաբերյալ հրապարակում անում է։ Այն ինչը անհրաժեշտություն չի համարում, որպեսզի հրապարակի, չի հրապարակում նաև ոչ իմ եւ ոչ որևիցե մեկի կողմից։ Իսկ այսօր ինչի եք։ Դուք ամեն դեպքում զեղծար եք համարվում։ Ինչ երեսով եք գնալու քաղաքացու ԿՊ խնդրելու, որ ձեզ նորից ընտրեն։ Դուք զեղծար դեպքում եք զգում։ Ես չգիտեմ, ձեզ ասեմ շնորհակալություն, թե վիրավորվում ձեր որակավորման համար։ Ես կարծում եմ մի րոպե։ Ես կարծում եմ ձեր որակավորումը բավականին կոպիտ է ու ձեզ խնդրում եմ իբրև լրագրող, հա, ձեր որակավորումներում փոքրինչ զուսպ մնաք, վարչությունը որևիցե իր հաստատման կամ որևիցե հայտարարության մեջ որևիցե կուսակցականին որակավորում չի տվել, որ նա զերծարար է։ Ինչպես կորակեք։ Ես կարծում եմ, որ վարչությունը ճշգրիտ է գտնվել իր գործողություններում եւ վարչության կատարած գործընթացի վերաբերյալ այլ ավելացնելու բան չունեմ։ Ես ինչ եք այստեղ, այդ մասին խոսեք անելիքներ։ Այո, իհարկե պատվիրակ եմ։ Եկել եմ ընտրության։ Ում ընտրեցիք վարչապետի թեկնածուով։ Կարծում եմ պարզ է։ Նիկոլ Փաշինյանի։ Այո։ Տեսեք, քիչ առաջ պարոն Արտուր Հովհաննիսյանը նշում էր, որ ԿՊ-ի ժողովրդավարության վրա չկասկածեն, գերթափանցիկ ընտրություններ են տեղի ունենում։ Հիմա դուք չեք ապահովում ԿՊ-ի ընտրությունների գերթափանցիկությունը։ Դուք չեք ասում, ինչ եք արել պարոն Գրիգորյան։ Դժվար, այդ ինչ անընդունել։ Հիմա կասեք, որակում ենք, դա հիմա անընդունելի ինչ որ բան է տեղի ունեցել, որ պարզապես հանրությանը չեք ասում ինչա տեղի ունեցել։ Ես նորից եմ նույնը կրկնում։ Այն ինչը որ վարչության փակ նիստում է քննարկվում, այն ինչը որ ներկուսակցական քննարկման գործընթացների տիրույթում է, դա էդի տիրույթում է։ Ես հետեւյալն եմ ընդհանրապես խնդրում, որ մեր հարգելի լրագրողները սահմանափակվեն պաշտոնական հրապարակումներ հետեւյալն է եղել, որ քաղաքացիական պայմանագրի կուսակցության առաջ 50-յակից ես վարչության որոշումում դուրս եմ։ Փակ նիստում ա եղել, բայց եթե ԿՊ-ն շատ ուզենա, այդ փակ նիստում եղածնել ճակերտավոր գաղտնազերծի, ասեմ ինչու, որտեղ նույն Հակոբ Ասլանյանի վերաբերյալ հայկական ժամանակը տեսանյութ էր հրապարակել ձեր փակ նիստից, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ստիպում Հակոբ Ասլանյանին ասել, թե ինչպես է դարձել падգամավոր։ Հիմա դուք մտածում եք, որ այդ ձեր արածը դուրս չի գալու։ Հարգելի գործընկերներ, հարգելի ընկերներ, ես ձեր մատնանշած դեպքին անձամբ եմ ես ներկա գտնվել։ Էլի կրկնում եմ, ձեր որակավորումը ոչ թե չափազանց խիստ է, որ ասում եք Նիկոլ Փաշինյանը ստիպում է։ Ես անձամբ եմ ներկա եղել տվյալ նիստին, Նիկոլ Փաշինյանը որևիցե մեկին որևիցե բան չի ստիպել, որևիցե բան չի ստիպել, դա քննարկման արդյունքում հարց է նրան տրվել, այդտեղ որևիցե ստիպողական որևիցե բան չկա ու խնդրում եմ էլի, քանի որ հանրության մասին ենք մենք խոսում, ձերը, չգիտեմ, հարցադրումներն էլ կարող են մոլորեցնող լինել։ Այն ինչը որ հրապարակվել է, իհարկե դրա վերաբերյալ վարչության համապատասխան որոշում ա եղել եւ միայն դրանից հետո է որովհետեւ հրապարակում լինում։ Քանի դեռ որոշում չկա, որովհետեւ հրապարակում չի։ Շնորհակալություն։ Գրական հայերեն բառերով։ Հայաստան փոքրիկ գլխավոր տնօրեն։ Զեղծարանը վատ բառ չի։ Ես ոչ կորեկտ չէ, այդ իրավիճակը կոչվում է կեղծ է, զեղծարությունը կեղծ է։ Ես չեմ իրավիճակում, ես իրավիճակում չեմ։ Չի իրավիճակում։ Ես կրկնում կուսակցության վարչությունը, դպրոցում լավ է։ Կուսակցության վարչությունը իմ հայրերի մեջ տեսել է քարոզարշավի կանոնները։ Եք հա բան Գրիգորյան, սա հա։ Այսքանն է, այլ որակավորումներ կան, կարա փոքրինչ լինի, կարա վիրավորական լինի։ Հայ ավտոբուս, հա, ինչ միացնորիցի պաշտոն է կներկան։ Հայ ավտոկայան ՀԲ գլխավոր Հիմա, տնօրեն։ այսինքն Կիլիկի ավտոկայանը, մյուս ավտոկայանները ձեր Սասունցի Դավիթը, ձեր ենթակայության ներքո են, չէ՞։ Հիմա կասեք Հյուսային ավտոկայանը նաև։ Ինչ են գտնվում անմխիթար վիճակում։ Շատ լավ։ Ուրեմն, ցավոք
ցավոք սրտի երկար ժամանակ հայ-ավտոկայան ՓԲ-ն մինուսով աշխատող, շահույթ չունեցող, վնասով աշխատող կազմակերպություն է եղել։ Ինչն է եղել դրա պատճառը։ Հավաքագրումները, մասնավոր ընկերությունները։ Կպատասխանեմ բոլոր հարցերին, նամանավանդ որ ոլորտային է։ Հայ-ավտոկայան ՓԲ-ն ինքը շահույթ չունեցող, վնասով աշխատող կազմակերպություն է եղել։ Տարիների խորքից մի շարք պարտավորություններ են առաջացել։ Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ իմ աշխատանքի անցնելուց հետո կազմակերպությունը սկսել է շահույթով աշխատել եւ մնացած առկա խնդիրները, որոնք որ դուք մատնանշում եք, այո կան, բայց դրանք փուլ առ փուլ լուծում են վերանորոգման աշխատանքներից սկսած բավականին աշխատանքներ են կատարվում։ Թե պատճառները ինչու են, պատճառները մի քանի օբյեկտիվ պատճառներ կան։ Դուք գիտեք, որ մենք նախաձեռնել ենք ՏԿՆ-ը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է, օրինակ եմ ասում, Արարատի մարզի մրցույթը, օրինակ Արարատի մարզի մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը այդպես էլ մեքենաները չկարողացավ ներկրել, իսկ հայ-ավտոկայան ՓԲ-ի եկամուտների մի զգալի հատվածը փոխադրող ընկերություններից է ձևավորվում։ Հետևաբար, եթե չկան փոխադրող ընկերություններ, հետևաբար շահույթ չի ձևավորվում։ Սրանում է հիմնական խնդիրը։ Պարոն Գրիգորյան, քանի որ մարզային երթուղիները սպասարկող ավտոբուսները գազելներ են հիմնականում եւ օրինակ Երևանի քաղաքապետը գազելներին անվանում էր մահվան գազելներ, ձեր տեսլականը ինչպիսին եւ արդյոք առաջիկայում հնարավոր կլինի այդ մահվան գազելներից մարզերի ժողովուրդն էլ ազատվեն։ Արդեն մի քանի տարի է, որ անցում է կատարվել միասնական օպերատորի գաղափարին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը համապատասխան մրցույթները, երբ որ հայտարարում է մրցույթային համապատասխան կարգ կա, որտեղ սահմանված է թե մեքենաները ինչպիսին պետք է լինեն, իրենց տեխնիկական բնութագիրն է սահմանվում եւ նաեւ սահմանվում է թե տարեթիվը ինչքան պետք է լինի։ Հետևաբար, եթե ձեր հարցը այն բանում է, որ մենք ակնկալում ենք, որ ձեր որակավորմամբ մահվան գազելներից պետք է ձեր մեկնաբանմամբ կամ ձեր հիշատակմամբ մահվան գազելներից պետք է մենք անջատվենք, ազատվենք, ես պատասխանում եմ այո, մակնիշը ոչ այդքան կարևոր է, ինչքան տեխնիկական վիճակը, ինչքան տարեթիվը եւ այսպես։ Պարոն Գրիգորյան, 2019 որովհետեւ կներեք ձեր հարցը չմոռանաք, որովհետեւ ըստ տեխնիկական բնութագրի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից հայտարարված մրցույթի չկա մատնանշած, օրինակ, որ գազել մակնիշի միկրոավտոբուսը չի կարող մրցույթին մասնակցել, կարող է մասնակցել, իսկ մարզերում, Երևան քաղաքահանած մարզերում փոխադրումներ իրականացնում են մասնավոր ընկերությունները։ Երևան քաղաքում փոխադրումներ իրականացնում է Երևան ավտոբուս ՓԲ, որի որ բաժնետերը, հա, կարելի ասել, հա, հիմնադիրը կարելի ասել Երևանի քաղաքապետարանն է։ Մարզերում այլ է, մարզերում մասնավոր ընկերություններն են եւ 2019-ին, երբ Հակոբ Արշակյանը նախարար էր, գնացել էր Կիլիկիա կենտրոնական ավտոկայան, ասել էր, որ պետք է շատ վատ վիճակ է, խիստ հակասանիտարական, այսպես գարշահոտությունը հատացնում եւ 7 տարվա ընթացքում, այսինքն 7 տարի, որևէ բան չի փոխվել, պարոն Գրիգորյանը, եւ մեկ հարց էլ մասնավոր փոխադրումների հետ կապված ճիշտ է։ Հակոբ Արշակյանը 19 թվականին խոստացել է լուծել այդ հարցը։ Ես մի բան ասեմ, էլի ձեզ։ Ես մի բան ասեմ ձեզ, այս պահին հայ-ավտոկայան ՓԲ-ի 10-ամյակների պատմության մեջ եւ հավաքագրումները եւ եկամուտները ամենամեծն են, եւ կատարված աշխատանքն էլ ամենամեծն է։ Այլ բանը կներեք, էլի չկա տես բան։ Այլ բանը, այս վերջերս լրագրողներից որևիցե մեկն էր, չեմ կարող մատնանշեմ, հատված է նկար է բան տեղադրել, դա հայ-ավտոկայան ՓԲ-ի տարածքը չէր եւ մեր մաքրման, ասենց ասած, մեր աշխատանքների տիրույթին չէր։ Մյուս հարցը ձեր տվեք, շնորհակալություն։ Որափոխադրումների հետ կապված նախկինում հայտնի էր, որ օլիգարխներին պատկանող ընկերությունները նրանց մարդիկ են այն իրականացնում։ Իրավիճակը փոխվել է, հիմա ովքեր են դա իրականացնում, մասնավոր մարդիկ ովքեր են։ Այս պայդրությամբ 216 ընկերություն են սպասարկում, չեմ կարող 216
ընկերություններին Օրինակ, Արմավիր Երևան գիծը առանձնացրած Ես լինեմ, Երևան Արմավիր։ չեմ ուզում որևիցե մեկին առանձնացրած լինեմ, բայց կարծում եմ քաղաքացիները տեղյակ են լինում, թե իրենց երթուղին կոնկրետ Լավ, Երևան Արմավիրը ով է իրականացնում։ Երևան Արմավիրը ով է իրականացնում։ Չէ, ինչ կաշկանդվածություն ունեք Որից է ասելու, որից է կաշկանդվածություն Լավ, Արտիկ հարցը Երևան, Ժորժան հարցը բավականին պրիմիտիվ է, պետք է ով է իրականացնում կազմակերպության ասում անունը նախկինում օլիգարխներին էր պատկանում, Այո։ հիմա ինչ նա խնդիրը, որ ասի Ճիշտ հիմա ով է։ Սամվել Ալեքսանյանի մտերիմներ Երևան Արմավիրը իրականացնում։ Այն տաքսիները, ավտոբուսները։ Կարծում եմ հիմա էլ են իրենք մտերիմ, այլ հարցեր ունեք, Հիմա էլ են իրանք իրականացնում։ շնորհակալություն։